Մանկական ալիք, նանի զանի։ Գեղեցկուհին և հրեշը։ Շատ տարիներ առաջ մի փոքրիկ գյուղում ապրում էր բարի աղջիկ՝ Բելը։ Բելը շատ գեղեցիկ էր, բայց նրա ամենագեղեցիկ հատկանիշը նրա բարի սիրտն էր։ Նա սիրում էր օգնել մարդկանց, խնամել կենդանիներին և ամենից շատ սիրում էր գրքեր կարդալ։ Նրա հայրը վաճառական էր, ազնիվ ու աշխատասեր մարդ։ Մի օր վաճառականը պետք է երկար ճանապարհ գնա իր գործերով։ Մինչ ճանապարհ ընկնելը նա հարցրեց իր աղջկան. «Ինչ նվեր է ուզում»։ «Հայրիկ, եթե հնարավոր լինի, ինձ մի գեղեցիկ վարդ բեր», ասաց Բելը։ Վերադարձի ճանապարհին վաճառականը մոլորվեց անտառում և հայտնվեց մի մեծ կախարդական ամրոցում։ Ամրոցի այգում նա տեսավ գեղեցիկ վարդեր և պոկեց մեկը Բելի համար։ Բայց հենց այդ պահին հայտնվեց ամրոցի տերը՝ սարսափելի հրեշը։ «Ինչպե՞ս համարձակվեցիր պոկել իմ վարդը», բարկացած ասաց հրեշը։ Վաճառականը վախից դողում էր, նա պատմեց իր ընտանիքի մասին և ասաց, որ վարդը ուզում էր տանել իր բարի աղջկան՝ Բելին։ Հրեշը մի քիչ մտածեց և ասաց. «Ես քեզ կարող եմ ներել միայն մի պայմանով, բայց պետք է Բելը գա այստեղ և մնա իմ ամրոցում»։ Վաճառականը շատ տխուր վերադարձավ տուն և պատմեց ամեն ինչ։ Երբ Բելը լսեց այդ պատմությունը, նա որոշեց գնալ ամրոց։ Երբ Բելը հասավ ամրոց, սկզբում շատ վախեցավ։ Ամրոցը մեծ էր և լուռ։ Բայց հրեշը նրան դիմավորեց շատ քաղաքավարի։ Նա ցույց տվեց Բելի գեղեցիկ սենյակը, որտեղ ամեն ինչ հարմարավետ էր։ Ամրոցում կային մեծ գրադարաններ, գեղեցիկ այգիներ և կախարդական հայելի, որով Բելը կարող էր տեսնել իր հորը։ Ամեն երեկո նրանք միասին ընթրում էին։ Օրերը անցնում էին։ Բելը տեսնում էր, որ հրեշը իրականում բարի և հոգատար է, նա պարզապես շատ միայնակ էր։ Նրանք միասին զբոսնում էին այգում, խոսում էին գրքերի մասին, և Բելը սկսեց այլևս չվախենալ նրանից։ Մի օր կախարդական հայելու մեջ Բելը տեսավ, որ իր հայրը հիվանդ է։ Նա շատ անհանգստացավ և խնդրեց հրեշին թույլ տալ գնալ տուն։ Հրեշը տխրեց, բայց ասաց. «Դու կարող ես գնալ, բայց խոստացիր, որ կվերադառնաս»։ Բելը խոստացավ և գնաց տուն։ Բայց օրեր անց Բելը սկսեց զգալ, որ շատ է կարոտում հրեշին։ Նա հասկացավ, որ նա իր համար շատ կարևոր մարդ է դարձել։ Մի գիշեր Բելը երազ տեսավ, որ հրեշը միայնակ պառկած է այգում և շատ թույլ է։ Նա անմիջապես վերադարձավ ամրոց։ Այգում նա գտավ հրեշին, շատ տխուր և ուժասպառ։ Բելը լաց եղավ։ «Խնդրում եմ, մի մահացիր», ասաց նա։ «Ես հասկացել եմ, որ քեզ սիրում եմ»։ Այդ պահին հանկարծ ուժեղ լույս փայլեց ամբողջ ամրոցում։ Կախարդանքը կոտրվեց, հրեշը վերածվեց գեղեցիկ արքայազնի։ Պարզվեց, որ տարիներ առաջ չար կախարդուհին նրան կախարդել էր, որովհետև արքայազնը ժամանակին հպարտ էր եղել։ Նա դարձել էր հրեշ և միայն այն ժամանակ կարող էր ազատվել կախարդանքից, երբ ինչ-որ մեկը սիրեր նրան իր բարի սրտի համար։ Բելի սերը կոտրեց կախարդանքը, ամրոցը լցվեց ուրախությամբ, ծառաները նույնպես ազատվեցին կախարդանքից, և ամեն ինչ կրկին կենդանացավ։ Բելը և արքայազնը ապրեցին ամրոցում երկար ու երջանիկ կյանքով։ Նրանք միշտ հիշում էին, որ մարդու ամենամեծ գեղեցկությունը նրա բարի սիրտն է։ Եվ նրանք ապրեցին երկար ու երջանիկ։